Բլոգեր Արուսյա Կավկազը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, նա կիսվում է իր առօրյայով ու համեղ բաղադրատոմսերով։ Օրեր առաջ իր ինստագրամյան էջում Արուսյան հայտնել էր, որ Հայաստան է գալիս մասնակցելու գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ շողերին այդ ծննդյան արարողությանը։ Արուսյան նաև հոլովակ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ երևում է, թե ինչպես են ինքնաթիռում գտնվող երեխաները խնդրում նրան երգել իր ավանդական երգը։ Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը, որը բավականին զվարճալի է ստացվել։ Видеть вас больше, чем Филиппа Киркорова. А почему? Потому что вы легендарная. Да моя ты красавица. А мы сегодня будем танцевать и петь? Обязательно. А ну-ка давайте у всех ручки вместе. Ну давайте. Ручки, ручки. Ռուսաստանաբնակ հայ հայտնի բլոգեր Արուսյա Կավկազը Star News-ին բացառիկ մանրամասներ է հայտնել իր ապրած կյանքի դժվարությունների, ամուսնու մահվան, նրա հարազատների վերաբերմունքի, ինչպես նաև սեփական քրտնաջան աշխատանքով այսօրվան հասնելու մասին։ Նախ պետք է ասեմ, որ այսօրվա հանրությունը այլ է, զգայուն, ժամանակակից։ Այսօրվա հանրությունը թեկուզ էկրաններից այն կողմ զգում է մարդկանց պարզությունը, մարդու աչքերից երևում է մարդու հոգու պարզությունը։ Դրա համար մարդիկ ինձ սիրեցին ոչ բարակ մեջքից, ոչ էլ 2 մետրանոց բոյիս համար։ Ժողովուրդը հասկանում է, մարդը դեր է տանում, թե իրականում այդքան պարզ ու մաքուր կին է։ Ժողովուրդն ինձ սիրեց, օտարության մեջ ես իմ հայկական բոլոր ադատները պահում եմ, նամուսը, թասիբը, հայկական ուտեստների տեսականին, լավաշը, թոնիրը, մեր հայկական պարերը։ Նենց չի մենակ ես եմ այդպես։ Իմ ժամանակ բոլոր կանայք էլ եփում ու թափում էին, թխում էին։ Հիմա իմ հերթն է, մեծացել եմ, 2 տարուց կդառնամ 60 տարեկան, անկեղծացել էր Արուսյա Կավկազը։ Տիկին Արուսյան պատմեց երկար տարիներ առաջ ամուսնուն կորցնելու և միաժամանակ իր կյանքի մասին։ Արդեն 22 տարի է ես ամուսին չունեմ, իմ տուն ուրիշ տղամարդ չի մտել, չի եկել, ուրիշ տղամարդկանց հետ չեմ գնացել ու երեխեքիս չեմ էլ թողել, իմ հարևանը, իմ քավորը, ամեն իմ սեղան նստելուց հպարտանում են իմ մաքրության համար, իմ աշխատասիրության համար, անքուն գիշերներ եմ անցկացրել, ասել եմ պարտք չպետք է ունենամ, ոչ հորս տան վրա, ոչ սկեսուրիս տան վրա աչք չեմ ունեցել, ոչ ցանկացել եմ մեծերը մեռնեն, որ ինձ տուն մնա, ոչ էլ ցանկություն եմ ունեցել սկեսուր, սկեսրայրիս մի բան լինի, իրանցը ինձ մնա, հակառակը, գիշերը թխել եմ ցերեկը ծախել, ամուսինս էլ հիվանդացավ կյանքի ընթացքում ու իր ազգությունը իրենից լրիվ հրաժարվեց։ Տիկին Արուսյայի խոսքով իր ամուսնու, երեխաների ու ճակատագրի համար ամեն ինչ արել է միայնակ։ Այս մասին խոսելով տիկին Արուսյան նշեց. ամուսինս մահանալուց առաջ թուղթ էր գրել, մահից հետո խնդրում եմ ինձ թաղեք մայրիկիս կողքը։ Իր եղբայրը Գեղամ անունով ասաց. ձրի տեղ ես ման գալիս, որ մարդուդ թաղես, նույնիսկ այդ պետական հողը չկամեցավ ամուսնուս հարազատ եղբայրը։ Ուղղակի ամուսնուս ցանկություններ թաղվել մայրիկի կողքին։ Բայց դե մեզ տարածք տվեցին, ամուսնուս թաղեցինք, տաճարը կառուցեցինք, ամեն անգամ ինստագրամում ցույց եմ տալիս, որ գնում ենք, հիշում, մոմ ու խունկ վառում։ Բլոգերի խոսքով նախքան սկեսրայրի մահը ինքը պահել է ամուսնու հորը, եկել է ժամանակն ու խորհուրդ տվել ամուսնու հայրիկին հետ գնալ Հայաստան ու գրավոր տարբերակով ներկայացնել, թե իր ունեցած գույքը ում է թողնում։ Ամուսնուս եղբոր կնոջ անունը Շուշան է, ով հիմա ապրում է սկեսրայրիս բակում, ոչ թե մեծ տներում, որտեղ ես էի ապրում։ Տղաներինս էր, փոքրիկ տներ էր տվել։ Ապրում են, սկեսրայրս չհասցրեց այդ տները թղթով բաժանի։ Նրա մահանալու ժամանակ Հեղուշ անունով աղջիկը զանգեց ասաց, որ պապան մահացել է ու փող չկա։ Ուզում են հաց ու չայով ճամփու դնեն։ Արմեն անունով տղես ինձ հարցրեց. մամ, գնամ պապիկի թաղումը անեմ նորմալ։ Ասեցի տղա ջան, եթե ունես ցանկություն, գնա։ Զանգել էր տալիս Հեղուշ անունով հորքուրին, ասել էր արեք, դագաղն էլ, զանգեք թանկանոց պատվիրեք, ինչ պետք է պատվիրեք, արեք, ռեստորանն էլ, ես կգամ կվճարեմ այդ բոլորը։ Ու այդպես էլ արեց։
իսկ Գեղամ անունով տեքրս իրեն դրել էր մեծ մարդու տեղ, իբրև ինքն է այդ սեղանը գցել, այդ ծախսն անում, անգամ մի բերան չէր ասել, ժողովուրդ ջան, տեսեք, մահացածս եղբոր Արայիկի տղան ա, եկել է պապիկի հացն է տալիս։ Ասեցի ոչինչ, իմ տղան արել է, հերիք է, ամեն մարդ իր սրտով Աստծուց պատիժը թող ստանա։ Նույն ձևով էլ հիմա ինքն ու մյուս եղբոր կինը սկեսրայրիս տունն են կեղտոտություններ անում, բայց ժառանգներն իմ երեխաներն են։ Մենք դեռ ձայն չենք հանում, մենք տան կարիք չունենք, բայց օրենքը մի հատ է, օրենքը ճշտի կողմն է։ Ճիշտ է, ես տան կարիք չունեմ, բայց դեռ ինձ խոսք էլ չեն տվել, որ ես ասեմ, ունեմ կարիք, թե չունեմ։ Ասում են, իբրև սկեսրայրս լիազորագիր է տվել ու արել իրենց անունով, բայց այդ ամենը սուտ է։ Անգամ սկեսրայրս գրանցված չէ այդ տան վրա, միայն հողի վրա է գրանցված։ Խաբեությամբ կռիվ են անում տան համար։ Ես դրա կարիքը չունեմ ու չեմ էլ ունեցել, որովհետև հույսս ես միշտ ինձ վրա եմ դրել, ուրիշ ոչ մեկի, իմ ու իմ Աստծու։ Դրա համար էլ Աստված ինձ սիրում է, մեռնեմ իմ Աստծուն, անկեղծացել էր Տիկին Արուսյան։ Նա նաև պատմեց Ռուսաստան տեղափոխվելու մասին։ Ես, որ եկել եմ Ռուսաստան, ես լեզու չեմ իմացել, գնացել եմ ֆերմա, կով եմ կթել, կթվորուհի եմ աշխատել։ Իմ մաքրության, իմ աշխատասիրության համար պետությունն ինձ գրանցեց, ընդառաջեց, տուն նվիրեց, միմիայն իմ մաքրության և աշխատասիրության համար։ Էնպես որ իմ սկեսուր սկեսրայրի կողմից ինձ ոչ մի բան չի մնացել։ Երկու եղբայրները խաբելով թալանեցին, մինչև երկուսի գլուխն էլ կերան, իսկ ինձ ոչինչ։ Մենք մեղվապահ ենք եղել։ Սկեսրայրս բուդկա էր տվել մեղվապահության համար, անգամ դա են ծախել։ Տեքորս հողից տուն արել, որը մերն էր։ Որ ձեռքերը բարձրացնեն, կպնում ա առաստաղին։ Մի քարը չեն դնում մյուս քարի վրա։ Այդ հողերի ու ցեխերի մեջ բուքսիր են անում։ Այ այստեղ են ասում, Աստված տալիս է, դրա համար ես գոհ եմ, շատ հպարտ եմ։ Արուսյան պատմեց նաև Երևանի տան մասին ու հիշեց, որ երբ աղջիկը եղել է 15 տարեկան, խնդրել է տեքոր կնոջը բացել տան դուռը, որպեսզի դուստրը տեսնի տունը, քանի որ արդեն մեծանում է և բլոգերը չգիտեր, թե որտեղ կամուսնանա և արդյոք հնարավորություն կունենա գալ ու տեսնել հայրական տունը։ Տեքորս կինը Շուշան անունով դուռը չբացեց, որ հիմա իմ մահճակալի վրա, ծնողներիս գնած օժիտի վրա բերում վարձով մարդկանց քնացնում ու փող աշխատում։ Դուռը չբացեց, որ երեխաս տեսնի պապական տունը։ Անգամ այս տեսակ բաներ եմ դիմացել ու հաղթահարել եմ։ Այնպիսի բաների միջով եմ անցել ու ասել եմ, ոչինչ, Աստված իրենց հետ լինի։